տեսեք ժողովուրդ, այս էլ արդեն համարը ավարտած մանավանդ կոնիկաները, որ ձյան տակ է մնում, ինքը վնասվում է էլի ձյան սառնությունից, համարը ավարտեցինք, այսինքն ինչ է արվում, ընդամենը տեսեք, այս ցնի բաներից, ծանրությունից բույսերն ազատում ենք, մնաց ընդեղ մի հատ եղևնին, ստեղից մի հատ բույսը լրիվ թաղվել է, դա էլ անենք ու գործը սա հատուկ նրա համար, որ շատերդ մտածում եք այգեգործությունը ձմեռն ինչ պետք է անեք, որ եւ այլ շատ կոտրող արտահայտություն է, ճիշտ է, ոչ մի աշխատանք հատկապես բնության հետ կապված կամ եթե ստաբիլ չեղավ, ոչ մի թիմ, ոչ մի աշխատուժ չես կարող երկարաժամկետ պահես, ոչ մեկը կոպիտ ասած չի մնա այս գործի վրա, մեր աշխատանքները ինչ եմ ուզում ասեմ, մենք հիմնականում հիմնված ենք տարին 12 ամիս սպասարկման ծառայության վրա, որով իմ հետ լավ աշխատողները մշտական իրանց գործով ապահովում ենք, գործը կատարում են, ինչ եմ ուզում ասեմ, այն մարդը, որ չի ուզում պատճառները բռնում, ասեմ, թե ձմեռն ինչ պետք է անեք, հորդորդ կտամ արտասահմանյան տարբեր իրական էջեր ուսումնասիրել եւ ընթերցել այգեգործական նյութեր եւ հասկանալ, թե ձմեռվա այգու աշխատանքները ինչքան կարեւոր են։ Ինչի է Հայաստանում այս վիճակը, շատերը մտածում են դե այգին ձմեռը ցուրտ է աշխատողների մասին։ Այն ամառվա գարնան սեզոնին գործը յոլա են տանում 2-3 ամիս կոպիտ անջում, բայց իրոք փախնում մտնում տուն, ասում են դե ձմեռը ու մեզ էլ քննադատում, ասում են զորով ձեզ գործ եք ստեղծում։ Նորից եմ կրկնում, մտեք գիտական էջեր եւ տեսեք, թե ձմեռվա ամեն օրվա, ամեն ամսվա, ամեն շաբաթվա աշխատանքների կարեւորությունը։ Մեր մոտ ինչի է գյուղատնտեսությունը այս վիճակում, որովհետեւ ամեն ինչ մեր մոտ ձևական արվում, գիտությամբ չի արվում, սովորության ինչ տեսել լսել ենք, այդ ենք անում։ Սա իմ գյուտը չի, ես չեմ գյուտ արել։ Նաև նորից եմ շեշտում, ամեն ձմեռվա աշխատանք, ամեն ամսվա աշխատանք իր գործն ունի։ Ձմռանն անգամ այն այգիներում, որ կես ժամանոց այգի է, մի ժամանոց այգի է եւ այլ, ձմռանը հատկապես երբ որ ձյունը շատ է գալի, ավելի շատ ենք տանջվում, շատ ենք տանջվում։ Կարող է միտք ծագի ձյունը չեկավ, բա ինչ եք անելու, ամբողջ ձմեռվա սեզոնին, հատկապես մեծ այգիները, սանիտարական էտը, ձնա մաքրման աշխատանքները, այս մայթերի կարգավորումները, եթե ձյուն չի գալի, լուկերի կարգավորումները, ծառերի մեջի մաքրելը, էտը, պարտադիր պայման է։ Ամբողջ հունվար ամիսն անգամ մենք գործի ենք։ Մեր գործունեության մեջ մենք մի 10-12 օր արձակուրդ ենք վերցում նոր տարվա օրերին եւ նորից անցնում գործերի։ Մեր աշխատանքները նայելով կհասկանաք մեր թիմի իրական աշխատանքները, իզուր չեն գրում իրական։ Խիամ սա ասում, որ մեզ հետ աշխատեն կամենան համագործակցեն այն մարդիկ, ովքեր գնահատում են աշխատանքը։ Հիշեք, ձմռանը դուրսնենք, անձրևին դուրսնենք, ամռան շոգին դուրսնենք, ես եւ իմ թիմը մեզ վստահված այգին, թե գործիքների առումով, թե հիմնական բանով ամեն ինչ անում ենք, որ գործը կարողանանք իմի բերենք։ Մեր այս աշխատանքներից, այսպես է լինում այգեգործի օրը ձմեռվա կեսին, հատկապես այս գյուղը Արագածի Փեշերին է, որտեղ մանավանդ այս տարի ավելի շատ տեղումներ եղավ։ Այսքանը։